Աստված օրհնի ամենքիս, ինձ էլ, ձեզ էլ։ Այսպես են վերնագրել խոսքը, մեռելները հարություն կառնեն։ Թե 5 կտակարանյան ժամանակում, թե նոր կտակարանյան ժամանակում քարոզվել է, հայտնվել է Աստծո կողմից մարդկանց, հայտնի է դարձրել Աստված, որ մեռելների հարություն կա։ Մարդիկ գիտեին։ Եվ ամեն ժամանակ էլ այդ կարևոր թեմայի հետ կապված հակառակություններ է եղել։ Սատանան իր հրեշտակների, դևերի միջոցով եւ իրենից որսված մարդկանց միջոցով միշտ էլ պայքարել է այս վարդապետության դեմ, որ մարդիկ չհավատան այդ խոստմանը, այդ ծրագրին, որ Աստված ունի, որ միայն այս երկրավորը չէ կյանքը, այլ հավիտենությունը։ Նրանք էլ որ մեռան Քրիստոսում հավիտենական կյանքի համար պիտի հարություն առնեն, նրանք էլ որ Քրիստոսին մերժեցին, Աստծուն մերժեցին, հարություն կառնեն դատաստանի համար։ Սակայն այս վարդապետությունը ունեցող մարդիկ, այս հայտնությունը պահող մարդիկ ջանք են արել իրենց անձը սուրբ պահեն, հասկանալով, որ կա այդ խոստումը եւ պիտի Աստծո առաջին կանգնի մարդը, պատասխանատվության զգացումը այլ ավելի արթուն է եղել մարդու մեջ, բայց եթե վերցնես այս հայտնությունը մարդուց, մարդը միայն երկրավոր կյանքի համար մտածի, չի կար արդար ապրի։ Հանունին չի զրկի իրեն այս երկրավոր բարիքներից, ներողություն, նույնիսկ բարիք ասել, մեղքերից, չար ցանկություններից, որ բարիք են ասում մարդիկ։ Ինչու զրկի իրեն։ Սակայն հայտնում է Սուրբ Գիրքը, որ դա կա։ Այդ պայքարը եղել է եւ 5 կտակարանյան ժամանակում եւ նոր կտակարանյան ժամանակում։ Տեսեք Պողոսը առաջին Կորինթացիս նամակի 15-րդ գլխում խոսվում է բավական մանրամասնությամբ հարության հետ կապված, ինչ մարմնով հարություն կառնեն, նաեւ երբ կլինի դա արդարների հարություն կառանձին, կա համընդհանուր հարություն։ Իհարկե խոսեմ այդ մասին, արդարների հարությունը կլինի Քրիստոսի երկրորդ գալուստին, իսկ թե մեղավորների, թե Քրիստոսի երկրորդ գալուստից հետո ապաշխարողների, որ կննջեն էլի հավատքով, նրանց համընդհանուր հարությունը կլինի արդեն 7-րդ հազարամյակից հետո վերջում։ Եվ բոլորը հարություն կառնեն ու կանգնեն Աստծո առաջին։ Քրիստոսի երկրորդ գալուստում լինելու է հարություն արդարների համար, Աստծուն հավատացողների, նրա խոստումները պահողների համար։ Սակայն այս հարության դեմ եղող հակառակությունը, որ խոսում է Պողոս առաքյալը առաջին Կորինթացիս 15-րդ գլխի 12-ից 14-ը կկարդամ, բայց եթե Քրիստոսը քարոզվում է, թե մեռելներից հարություն է առել, ինչպես են ձեզանից ոմանք ասում, թե մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն ունայն է մեր քարոզությունը եւ ունայն է ձեր հավատքն էլ։ Հանդիպել եմ շատ մարդկանց, որ իրենց համարում են քրիստոնյա։ Երբ որ խոսել եմ հավիտենական կյանքի մասին, ասում եք, գիտեք ինչ, դու այնպես վստահ ես ասում, որ կա հոգևոր աշխարհը, կա հավիտենական կյանքը։ Ես այնտեղ, որ ապրում եմ, մասնակցում եմ հավաքույթների, բայց այնտեղ չեն ասում, որ կա հավիտենական կյանք։ Մենք չենք հավատում, որ կա հավիտենական կյանքը։ Ասում, բայց ինչի համար ես հավատում։ Հավատքը էլ ինչի համար է։ Այստեղ ուշադրություն դարձրեցիք, ասում է, եթե Քրիստոս հարություն չի առել, ունայն է ձեր հավատքը։ Փուչ հավատք։ Փուչ հավատք։ Եթե մեռելների հարության հավատքը, այս վարդապետությունը մարդը չկարողանա ընկալել, հասկանալ, ուղղակի երկրավոր բաների համար է Աստծուն հավատում, սա փուչ հավատք է անվանում։
շարունակենք։ Եվ եթե ասում է Քրիստոս հարություն չի առել, մեր քարոզությունն էլ ունայն է, ձեր հավատքն էլ փուչ է ունայն։ Մենք էլ Աստծո սուտ վկաներն ենք գտնվում, որ Աստծո համար վկայեցինք, թե Քրիստոսը հարություն է առել, որին չհարուցրեց, եթե արդարև մեռելները հարություն չեն առնում։ Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոս էլ հարություն չի առել, եւ եթե Քրիստոսը հարություն չի առել, ունայն է ձեր հավատքը, եւ դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Էլ ավելի նոր բան է ասում. եթե Քրիստոս հարություն չի առել, ուրեմն դուք ձեր մեղքերի մեջ եք։ Ինչ կապ ունի դա մեզ հետ։ Կապ ունի, որովհետև Քրիստոս մեզ համար մեռավ, մեր մեղքերի պատիժն իր վրա եղավ։ Արդարը մեղավորի տեղ մեռավ, որ արժանացնի մեզ արդար կոչման, արժանացնի մեզ Աստծո խոստումները ստանալու, երկինք մտնելու, մեղքերի թողություն ստացած մտնելու երկինք։ Եթե Քրիստոսը հարություն չի առել, ինչ ապացույց ունես, որ ներված ես։ Ուրեմն հակադարձենք այս միտքը, եթե Քրիստոս հարություն է առել, Քրիստոսին հավատացողի հավատքը ունայն չէ, փաստ է, որ արդարացած է Հիսուսին հավատացողը։ Քրիստոսի հարությունը երաշխավորում է մեր մեղքերի թողություն ստացած լինելը, մեր արդար լինելը, սա է երաշխավորում։ Եվ եթե մարդը չի հավատում, որ Քրիստոս հարություն է առել, դեռ մեղքերի մեջ է, ուրեմն միայն տեսեք նրա հավատքը ինչ չափի կլինի։ Ուրեմն նրանք էլ, որ Քրիստոսում նջեցին, կորան։ Այն հույսով, որ պիտի կյանք ունենան, կորան։ Եթե միայն այս կյանքում ունեք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի եք, կամ այսպես ասած ավելի ողորմելի եք, ավելի դժվար։ Եթե մենակ այս կյանքի համար հույս ունենք Աստծո հանդեպ, սակայն այդպես չէ։ Քրիստոս հարություն է առել։ Մարդիկ այս հույսով ապրել են։ Տեսեք, դեռ Քրիստոսի մահը եւ հարությունը չէր կատարվել։ Երբ որ Ղազարոսը մահացավ, Մարթան եւ Մարիամը այն հույսն ունեին, որ մեռելների հարության օր կա, վերջին օր էին անվանում դրան, մեռելների հարության օր կա, իրենց եղբայրը այդ օրը մեռելների հարության օրը հարություն կառնե։ Հիսուս երբ որ Մարթային ասեց. Մարթա, եղբայրդ հարություն կառնե։ Մարթան այսպիսի պատասխան է տալիս Հովհաննեսի ավետարան 11-րդ գլխում 24 համարում Մարթան ասում է. գիտեմ, որ հարություն կառնե, հարությունումը, հետին օրումը, կա որոշված Աստծո կողմից, հայտնի է մեզ, հարության օր կա որոշված։ Իմ եղբայրը արդարների մեջ է, հարություն կառնե հարության օրումը։ Հիսուսն ասեց. ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինձ հավատացողը թեև մեռնի, կապրի։ Ուշադրություն դարձրեք։ Նա այդ ասելուց հետո, որ ասեց քարը գերեզմանի, որ փակել է, այնպես այս ժամանակ փորված քարանձավների պես փորված էր գերեզմանները, քարով փակում էին, որ կենդանի, որից մեկ չկարողանա մտնել գերեզման։ Ասեց քարը գլորեք մի կողմ։ Քույրերն ասեցին 4 օրվա է Տեր, արդեն հոտած կլինի։ Ձեզ չասեցի, եթե հավատակ, Աստծո փառքը կտեսնեք։ Լսեցին, քարը գլորեցին մի կողմ եւ Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս դուրս եկ։ Եվ մեռածը կենդանացավ, իր ոտով դուրս եկավ, ամբողջովին կապկպված, փաթաթված էր, որ դուրս եկավ։ Ղազարոսը հարություն առավ, հասկանալի է, Ղազարոսը հարություն առավ երկրավոր մարմնով։ Սակայն նրա այս հարություն առնելը եւս փաստում էր այն խոսքը, որ Հիսուսն ասեց. ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինձ հավատացողը թեև մեռնի, կապրի։
Ղազարոսը հարություն առավ ֆիզիկական մարմնով, նա երկրի վրա ապրելու էր, ծերանալու եւ մեռնելու։ Այս հարությունը դեռ հավիտենական կյանքի հարություն չի։ Հիսուս, որ ասում է ինձ հավատացողը թեև մեռնի, կապրի, այս խոստումը հավիտենական ապրելու մասին է։ Երբ որ Քրիստոսին հավատացողներին Քրիստոս հարություն պիտի տա, այս հարություն արդեն երկնային կյանքի համար, անմահության, որ այլևս մահ չի լինելու այնտեղ։ Այդ մասին է խոսքը։ Ինձ հավատացողը, ասում ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինձ ունես, ընդունել ես Հիսուսին Տեր ու Փրկիչ, որ նա քո մեղքերի համար խաչվեց։ Կարծես սա Հիսուսը։ Եթե ինձ ունես, թեև մեռնես պիտի հարություն առնես, նաև կյանք ունես։ Ես եմ հարությունը եւ կյանքը, դրանք տարբեր բաներ են։ Կյանք էլ ունես։ Ոչ միայն հարություն կտա Տերը, նաև կյանք կտա։ Ապահովելու է մեր ապագան։ Նրան լինի փառք հավերժ։ Բայց եթե միայն այս կյանքի համար ենք մենք Աստծուն դարձել, հավատում ենք Աստծուն, որ հաջողություն տա այս երկրավոր բաների կյանքի ընթացքում, ավելի դժվար են, քան անհավատները։ Ասում եմ ավելի ողորմելի եք։ Այսպիսի հավատք ունեցողը, միայն երկրավոր կյանքի համար հավատացողը չի կարող արդարության մեջ ապրել։ Հանուն ինչի։ Եվ ընդհանրապես առողջ ճիշտ վարդապետությունների դեմ հակառակողներին ասում է չար մարդիկ Պողոսը։ Նաև հարության վարդապետության դեմ հակառակողներին ասում է չար մարդիկ։ Հենց նույն այդ տեքստում, որ խոսում է հարության վարդապետության մասին, 33 համարում 15-րդ գլխի 33 համար ասում է մի խաբվեք, չար ընկերակցությունը ապականում է բարի վարքերը։ Երբ որ դու վստահ ես շատ, որ Աստծո խոսքը մերժող եւ Աստծո խոսքին հակառակող մարդկանց հետ կարող ես լուրջ ընկերություն մտերմություն ունենալ, վաղ թե ուշ ազդվելու ես նրանցից ու ապականելու են քո սուրբ վարքը։ Սակայն երբ որ գիտես կա դրախտ, կա դժոխք եւ արդարների համար որոշված հարության օր կա, Քրիստոսին ունեցողը պիտի հարություն առնի, ապրի հավիտյան, իմաստ ունի արդեն պայքարել արդարության մեջ մնալ։ Հենց այն խոսքը, որ ասում է մի խաբվեք, չար ընկերակցությունն ապականում է բարի վարքերը, հաջորդ նախադասություն ասում է արթուն եղեք արդարությամբ եւ մեղք մի գործեք, որովհետեւ մի քանիսն Աստծո մասին տգետ են, այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում, քանի որ Աստծո ծրագրերից գիտություն չունեն, հեշտությամբ գայթակղվում են, հեշտությամբ ընկնում են անարդար կյանքի մեջ, թողնում բարի գործելը, բայց այս հույս ունեցող մարդիկ, հավիտենական կյանքի համար հույս ունեցող մարդիկ, 58 համարում ասում է, ուրեմն սիրելի եղբայրքս, հաստատ եղեք, անշարժ կացեք ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրոջ գործերում, իմացեք, որ ձեր աշխատանքը զուր չէ տերում։ Ձեր բարի գործերը, կամ պայքարում ես սխալներից ետ քաշվել, տեսնում ես մի մեղք, մի արարք, խնդրում ես Աստծո, զղջում ես ապրում, խնդրում ես Աստված ների, այդ ամենը իմաստ ունի։ Պետք է դրանք անել եւ ավելի ես հաստատվում հավատքի մեջ, որ չընկնես, մոտենում են մեծ դժվարության օրեր։ Այս հավատք ունեցող մարդիկ, Աստծուն, Քրիստոսին հավատացող մարդիկ կանցնեն այս դժվարությունները։ Այսինքն չեն համաձայնվի անիրավ կյանքին։ Ավելի լավ է նեղության հացով ապրեմ, երկինք մտնեմ, քան անիրավ ճանապարհներով հացս վաստակեմ, երեխեքիս մեծացնեմ, բայց դժոխքի ճամփա բռնեմ։ Ու ես էլ լինեմ իմ ժառանգություն թողեմ իմ որդիներին անիրավ մեղավոր կյանքս։ Օրինակ։ Ահա մի չար օրինակ դարձա։ Բայց հավիտենական կյանքի հույս ունեցող մարդը այսպես չի լինի։ Ժողովուրդ ջան, մենք էլ
Ոչ միայն սուրբ գրային վկայություններ ունենք, որ Քրիստոս հարություն է առել։ Մենք էլ մեր կյանքում շատ եւ շատ վկայություններ ունենք, որ չերևացող Աստվածը իր ձեռքը մեկնել է եւ նեղություններից մեզ ազատել։ Եթե Քրիստոս հարություն չի առել, հապա այդ կյանքումդ կատարված այդ գործերը ինչի մասին են խոսում, չէ՞ որ դրանք էլ են խոսք։ Աստված տարբեր կերպերով է մեզ հետ խոսում եւ Աստվածաշնչով եւ մեր կյանքում գործերով խոսում է մեզ հետ։ Քրիստոս հարություն է առել։ Ուշադրություն դարձրեք, Հովհաննես Մկրտիչը վկայում էր Հիսուսի համար, նա է Սուրբ Հոգով մկրտողը։ Թեկուզ դեռ ես մկրտված էլ չլինեմ, բայց տեսնում եմ մարդիկ, որ Հիսուսին Տեր են ընդունել, Սուրբ Հոգով են մկրտվել։ Հովհաննեսն ասում է, Հիսուսն է Սուրբ Հոգով մկրտողը։ Փաստորեն Սուրբ Հոգով մկրտությունը ևս վկայություն է, որ Հիսուս հարություն է առել։ Եվ եթե հարություն առած չէր, կենդանի չէր, հապա ինչպես այդ փաստը կատարվեց, մարդիկ կան, որ հոգով են մկրտվել։ Չարի հարձակումը ոչ միայն մարդկանց միջոցով է, չար մարդկանց միջոցով, որ ուզում են հավատքը կորցնել։ Իրական հոգևոր հարստությունը ավետարանի գիտությունն է։ Ուզում են քեզ թալանել։ Այն հայտնություններից, որ Քրիստոսի ծրագրերը հայտնված է քեզ, ուզում են անհավատության մղել քեզ։ Ոչ միայն մարդկանց միջոցով այդ գործը անում, նաև հենց դևերի հարձակում։ Մտքեր են գալիս, հավատացյալին են մտքեր գալիս, այ մարդ կարող է սուտ այս ամեն ինչը։ Կարող է ուղղակի երևակայության մեջ են։ Զարմանալի դեպքեր են ինձ հանդիպել, մարդ, որ եղել է ահավոր լուրջ հիվանդության մեջ, քաղցկեղ հիվանդություն եւ խեղդում էր կոկորդը, երբ որ ապաշխարեց, խնդրեց Աստծուց ներում, մեղքերի թողություն, Տեր Հիսուսը բժշկեց նաեւ այդ հիվանդությունը։ Էլ չէր խեղդվում, բուժվել էր, բայց գնաց բժշկի, ճիշտ է բժշկի գնալը։ Բժիշկները նայեցին, ասեցին, չկա այդ հիվանդությունը, գուցե սխալվել են, սխալ դիագնոստիկա են տվել քեզ։ Այդ բանը երևի չի եղել, ուղղակի երևակայություններ էր բան։ Ասում է, զանգել է ինձ, ասում է, Արսեն ախպեր։ Ասում են սենց բաներ բժիշկները։ Գուցե իսկ կոկոնից չի եղել էդի։ Ասում են, բժիշկը չէր խեղդվում, դու էիր խեղդվում այդ հիվանդությունից։ Բայց հետաքրքիր է, որ խեղդվողը, որ էլ չի խեղդվում, ազդվեց մարդկանցից։ Բժիշկը մի բան է տեսնում։ Նրանք սխալ վկայություն չեն տվել այն մյուս բժիշկները, որ մինչպեր Քրիստոսի բուժումը դու հիվանդ էիր։ Նրանց վկայությունը տեղին էր, ճիշտ էր։ Բայց երբ որ Քրիստոս բուժեց, հիմա սրանք տեսնում են չկա այս հիվանդություն, ասում են նրանց տված վկայությունը սուտ է, բայց այդպես չէր, ճիշտ էր։ Երկուսն էլ ճիշտ էին տեսնում, սակայն որ այս հիվանդը չի ասում ես խնդրեցի, մարդիկ ինձ համար խնդրեցին Քրիստոսից օրհնություն եւ Տերը բուժել է, այս մարդկանց համար հակասություն է առաջանում, ուրեմն նրանք են սխալ վկայել։ Բայց արի ուտես ոչ միայն չի վկայում, որ Տերն է իրեն բժշկվել, նաեւ ասում է չէ, դա չի եղել։ Եթե այսպիսի իրավիճակում այս փաստը տեսած մարդը, որ խեղդվում էր, էլ չի խեղդվում, կարա հեշտությամբ ընկնի կասկածների մեջ։ Արդյուն եղեք, դուք էլ չընկնեք կասկածների մեջ։ Արդյոք դա ճիշտ է։ Արդյոք ավիտենական կյանքը կա թե ոչ։ Սա դևերն էլ են հարձակում միտք տալիս։ Դևերը համարձակվեցին Հիսուսին էլ մոտենալ։ Սատանան մոտեցավ Հիսուսին եւ ասում էր. «Եթե դու Աստծո որդին ես, ասա այս քարերը հաց դառնան»։ Մի մտածեք, որ ձեզ չի մոտենա Սատանան։ Մի ել մտածեք, բախի է Սատանան ինձ միտք տալիս։ Կարողի ես անհավատ եմ։ Ոչ։ Հավատացյալ ես, դրա համար էլ հարձակվում է, որ քո հավատքը վնասի։ Նա պայքարում է բոլորի հետ։ Եթե համարձակվեց Հիսուսին մոտենալ, քեզ էլ կմոտենա։ Քեզ մեղավոր մի տես, որ Սատանան չար միտք է տալիս։ Մեղավոր տես, երբ որ դու համաձայնվում ես այդ մտքին, ընդունում ես այդ միտքը, մերժիր այդ սուտը։ Ավետարանի խոսքը քեզ համար արդեն հայտնություն է, արդեն ճշմարտություն է։ Հիսուսը Ղազարոսին հարություն տալով
Փաստեց իր խոսքը, ես եմ հարությունը եւ կյանքը։ Փաստեց այս խոսքը նաեւ մեզ համար մեր կյանքում բազում օրհնություններ մեզ շնորհելով։ Եվ Պողոս առաքյալը այդ ճշմարտությանը հակառակողների պատասխան, որ ասում է, ինչպես են ասում, մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն Քրիստոս էլ հարություն չի առել։ Եվ 15-րդ գլխի 20 համարում ասում է, բայց հիմա Քրիստոս հարություն է առել։ Հարություն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջնեկը եղավ։ Սա սկիզբն էր։ Նա արդեն հաղթել է մահվան։ Սակայն մահվան դեմ եւս հաղթության խոստում ունի Քրիստոս։ Ինչ խոստում։ Ուրեմն, որովհետև մարդով եղավ մահը, մարդով էլ մեռելների հարությունը, քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են, եւ ամեն մեկն իր կարգում։ Առաջին պտուղ Քրիստոսը, եւ հետո Քրիստոսինները նրա գալու ժամանակում։ Հիսուսին Տեր ընդունած մարդկանց, Հիսուսին հավատքով ընդունած մարդկանց Աստվածաշունչն ասում է Քրիստոսիններ կամ Քրիստոսի մեկացած, այսինքն ազգից, նրա սերունդից 45 համարում այսպես է ասում. առաջին մարդը Ադամը կենդանի շունչ եղավ, երկրորդ Ադամը կենդանարար հոգի։ Ինչպես մենք առաջին մարդկության սկիզբ նա կենդանի շունչ եղավ, Քրիստոսին ասում է երկրորդ Ադամ, երկրորդ սկիզբ, հոգևորների սկիզբ, ակունք, նրա ազգից, նրա ցեղից են նրանք, ովքեր Քրիստոսին ընդունեցին։ Երկրորդ Ադամը կենդանարար հոգի եղավ։ Մարդիկ մտածում են, բա միջև Քրիստոսի աշխարհ գալը, նրանից առաջ լինողները ինչպես ապրեցին։ Ադամը լավ, որ մեղանչեց, ինչ եղավ իր համար։ Աստված արդեն հայտնել էր Քրիստոսի աշխարհ գալու մասին Ադամին էլ, Եվային էլ, նույնիսկ առաջին մարդուն, որ ասեց սատանային թշնամություն եմ դնում քո եւ կնոջ մեջտեղը։ Քո սերնդի եւ կնոջ սերնդի մեջտեղը։ Կնոջ սերունդ, այսինքն մեկը պիտի ծնվի եւ ջախջախի օծի գլուխը, որ միայն մայր է ունենալու։ Եվ նրան հավատացողները համարվում են այդ սերունդից։ Սատանան եւ իր սերունդը միշտ էլ թշնամություն է անելու արդարներին Քրիստոսի սերունդի դեմ։ Ադամը լսեց այս մասին, ժողովուրդ։ Նրանք էլ նայում էին ապագային, որ Քրիստոս պիտի խաչվի, մեռնի իրենց համար։ Մեսիան աշխարհ պիտի գա։ Այսպես էին ասում։ Մենք նայում ենք Մեսիան աշխարհ է եկել եւ մեր փրկության գործը կատարել է արդեն։ Ողջ մարդկության Ադամից մինչև վերջի մարդու համար Քրիստոսն է կյանքը, հարությունը եւ կյանքը։ Նա է։ Աստված ձեզ օրհնի։ Ինչպես պիտի լինի այդ հարությունը։ Ասում է Առաջի Կորինթացիս 15-րդ գլխում 37 համարում տեսեք, ասում է, բնությունը, որ միշտ ոնց որ բաներ կա ցույց տաս տվերի պես, այս նմանատիպ մի օրինակ է բերում։ Այն, որ սերմում ես, ոչ թե այն մարմինն է սերմում, որ պիտի բուսնի, այլ մերկ հատը, թե ցորենի լինի, թե ուրիշ սերմունքի։ Եվ Աստված մարմին է տալիս նրան, ինչպես կամենում է։ Ինչ օրինակ է բերում, ցորենը ցանում ես, մեռնում է ցորենը, բայց եթե չմեռնի, ծիլ չի տա։ Ասում է, Աստված մարմին է տալիս նրան, ինչպես կամենում է, եւ նրա եւ սերմունքների ամեն մեկին իրենց մարմինը։ Ամեն մարմին միևնույն մարմինը չէ։ Ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը, ուրիշ է ձկների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը։ Հետարքիր է։ Սուրբ Հոգուց առաջնորդված հայտնում է մեզ Աստված Պողոսի միջոցով, որ դարվինիզմը դա ճշմարտություն չէ։ Նայեք ինչ ասում։ Ուրիշ է մարդու մարմինը, անասուն չասող բոլոր կենդանիներին է ասում անասուն։ Ուրիշ է նրանց մարմինը, նույնը չեն։
կապի կանասունների մեջ է։ Հետո կան երկնավոր մարմիններ էլ, կան երկրավոր մարմիններ էլ, բայց ուրիշ է երկնավորի փառքը եւ ուրիշ է երկրավորի փառքը։ Երկրավոր մարմնի փառքը իր ունեցած ընդունակությունը, կարողություններն է, երկնավորի փառքը ավելի մեծ է։ Ուրիշ է արեգակի փառքը, ուրիշ է լուսնի փառքը եւ այլն։ Օրինակով այս բացատրում է, որ երկնավոր մարմինը ավելի փառավոր է։ Եվ 15 գլխի կկարդամ 48 համարից, ասում է, ինչպես առաջին Ադամ, ասում է, ինչպես հողեղենը, այնպես էլ հողեղենները, եւ ինչպես երկնավորը, այսինքն Քրիստոսին նկատի ունի երկնավորը, այնպես էլ երկնավորները, նրան մեկացածները, նրան հավատացողները պիտի լինեն։ Ինչպես հողեղենի պատկերը հագանք, բոլորովին Ադամին նման, առաջին Ադամին, երկնավորի պատկերն էլ պիտի հագնենք, բոլորովին Քրիստոսին պիտի նմանվենք։ Միայն թե սա եմ ասում, եղբայր, որ մարմինը եւ այրությունը չի կարող Աստծո արքայություն ժառանգել, ոչ էլ ապականությունը ժառանգում է անապականություն։ Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ, ոչ թե ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխվենք հանկարծ, մի ակնթարթում, հետին փողի ժամանակին, որովհետև փողը կփչվի, մեռելները հարություն կառնեն անապականելի եւ մենք կփոխվենք։ Ուրեմն տեսեք, այստեղ ինչ խոսեց։ Երկրավոր մարմինը ապականվողն է, մեռնող մարմին։ Երկնավորը անապական է, չապականվող։ Մենք պիտի փոխվենք, անապական մարմին ունենանք, քանի որ պետք է որ այս ապականություն հագնե անապականություն եւ մահկանացուն հագնե անմահություն։ Եվ երբ որ այս ապականացուն անապականություն կհագնի եւ այս մահկանացուն անմահություն, այն ժամանակ կլինի այն խոսքը, որ գրված է թե մահը ընկղմվեցավ, այսինքն սուզվեց հաղթության մեջ։ Այս հաղթությունը փառավոր Քրիստոս պիտի ցույց տա իրեն հավատացողների համար էլ, պիտի հարություն առնեն եւ հավիտենական երկնավոր մարմնով, որ չափականվող հավիտենական կյանքի մեջ լինենք։ Աստված ձեզ օրհնի։ Եվ ասում է, կատարվում է այս խոսքը, ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման ուր է քո հաղթությունը, մահի խայթոցը մեղքն է եւ մեղքի զորությունը օրենքը, բայց շնորհակալություն Աստծուն, որ տվավ մեզ հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրեմն, սիրելի եղբայրքս, հաստատ եղեք։ Ավետարանի խոսքին վստահելուն հավատալու մեջ հաստատ եղեք։ Անշարժ կացեք։ Այս ճանապարհից դուրս չգնաք։ Ձեր ընտրությունը ուխտը Աստծո հետ հաստատ պահեք, այսինքն հավատացիր, ընդունեցիր Հիսուսին, հաստատ մնա միջև վերջ, չուրանաս, դա քո կյանքն է։ Եվ եթե միջև անգամ մահվան սպառնալիք լինի, մտածես, հեսա կսպանեն, ասում են կամ հավատքը տուրացի, կամ պիտի սպանենք, այս սպանեն էլ ապրելու եմ։ Կամ մտածես սովը նեղությունը կարող է տիրի, սովից մեռնեմ, երեխաներիս չկարողանամ փրկել, միևնույն է իմացի, այս կյանքը ժամանակավոր է։ Հավիտենությունն է քո առաջին դրված եւ ապահով, քո կյանքը ապահովված է Քրիստոսում, անշարժ եղիր, հարություն է առել քո փրկիչը, որին դու մեկացար, մահը նրա վրա այլևս չի տիրելու, այսինքն նաեւ մեր վրա, նրան լինի փառք հավիտյան, ամեն։ Այ ինչու մենք ապաշխարեցինք, ինչու ուզում ենք մնալ հավատարիմ մեր Աստծուն, եթե սխալվում ենք, դատապարտում ենք մեր արարքները, որովհետև կյանքը մեր առաջին է, Քրիստոսով հաստատված, նրան լինի փառք հավիտյան, ամեն։ Աղոթք անենք։